Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Եկեղեցի իշխանություն հակամարտության օղակը սեղմվում է, խոսույթը դառնում ավելի սուր։ Փաշինյանը գրել էր, թե եթե պարզվի, որ իրոք Գարեգին II-ը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի արկայության պահին նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ Այսօր արդեն ավելի է խորացնում իրավիճակը, ըստ էության, պարզաբանումներ պահանջելով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն։ Համանadrությամբ համանման հնարավորություն ստեղծված չկա, այսինքն գոյություն չունի համանդրական հիմք, որպեսզի պետությունը մուտք գործի եկեղեցական կառույց եւ այնտեղ փորձի պարզել ինչա ով է։ Հասարակական կարծիքի ճնշում, որը միակ բանն է, որ այս դեպքում կարող է լինել, այս դեպքում հակառակն է լինելու։ Եկեղեցի կառավարություն վերջին օրերի բախմանը հոգևորականներն անհատապես անդրադարձել էին, սակայն Մայրաթորը խախտեց լռությունը։ Գերագույն հոգևոր խորհուրդը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նախագահությամբ եպիսկոպոսած ժողովում անդրադարձել է իրեն ձևակերպմամբ վարչապետի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին։ Խորհուրդը ձևակերպել է, թե Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով եւ մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ առաքելական եկեղեցու, օրենքից վեր դասելով իր անձը։ Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով եւ փորձ է նսեմացնելու ազգային կյանքում եւ միջազգային շրջանակներում հարգանք վայելող հայոց եկեղեցու եւ եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու եկեղեցու ձայնը եւ նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների եւ եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով եւ սպառնալիք հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը, թե հայրենիքում եւ թե Սփյուռքում։ Մեր երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրները օր-օրի են մեծանում, անցնելով վերահսկելի սահմանը, աստվածաբանն է հիշեցնում ու հարց բարձրացնում, ինչպես կարելի է ներսում խզում առաջացնելու հարվածի տակ դնել եկեղեցին։ Խոշոր կառույցի հայկական, ավելի մեծ կառույցի, քան Հայաստանի Հանրապետությունը, աներևակայելի ազդեցություն Սփյուռքի վրա ունեցող, համաշխարհային համարում ունեցող կազմակերպության, որի ականջալուր է թե Վատիկանը, թե ականջալուր են բողոքական եկեղեցիները տարբեր երկրների։ Հիմա ի՞նչն է խնդիրը, որ մենք ներսում խզում ենք առաջացնում։ Ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, միայն ավելորդ խզումն ու պառակտումն է խորանում այսպիսով, աստվածաբանն է ասում, դարձյալ կրկնում՝ մի իրողություն, որ մեր օրերում մեծ հարված կարող է լինել հայոց պետականությանը։ Միակ բանը, որ ես խելքի մոտիկ եմ համարում, դա նա է, որ ինչ որ ստեղծված իրավիճակից ինչ որ խոճապ առաջացել, որ իշխանությունը կարող է չպահպանվի։ Եկեղեցի իշխանություն խզումն իհարկե նոր բան չէ, բայց իրավիճակի այս տեսակ լարումը աստվածաբանը կապում է ավելի նոր իրողությունների ու զարգացումների հետ։ Հակառակ դեպքում այս պահը հավերժացնելիս Փաշինյանը ինչու չէր անում այն դիտարկումները, որ անում է այսօր։ Ծառից ծառ պարանը կապել, պաստառները կախել, ոստիկանները թույլ չտվեցին կառավարության դիմացի աջակցություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու բողոքի դուրս եկած ակտիվիստները լարը ծայրից ծառ իրենց ձեռքն առան։ Հետո հրապարակում նաև խունկ վառեցին, սիմվոլիկ ակցիա է։ Խիղճը չի թողնում մնալ տանը։ Խիղճը չի թողնում որևէ այլ բանով զբաղվել այժմ։ Ակտիվիստները բողոքի ձայնից բացի հարց են բարձրացնում. ինչպես ստացվեց, որ Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլաշքյուր Փաշազադեի հայտարարությունից, որ հայկական եկեղեցին սպառնալիք է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր տարածաշրջանային երկրների համար։ Ընդամենը 7 օր հետո իշխանությունը սկսեց այս արշավը։ Հարցնում են. տեսել եք ինչեր է գրում ադրբեջանական մամուլն այս ամենի մասին։ Բոլորս էլ գիտենք, որ խոնարհված եկեղեցիներում շատ գործ կա անելու, բայց ինձ համար այդ խոնարհված եկեղեցին նույնքան սուրբ է եւ ես ամեն գիրագի գնում եմ ուխտերի, որովհետեւ ինձ համար սրբավայրը մնում է սրբավայր։ Ով սրբություն չունի, ամենագեղեցիկ ու ամենամաքուր եկեղեցիները իր համար նշանակություն չունի։ Ակտիվիստների բողոքի գործողությունները դեռ շարունակվելու են, թե հաջորդ ինչ քայլի կդիմեն, առայժմ չեն մանրամասնում, միայն մի բառ չեն հանդուրժելու։ Ադրբեջանում հրթիռային եւ հրետանային զորքերի վարժանքներ են անցկացվում, զորավարժություններում ներգրաված են համազարգային կրակի ռեակտիվ համակարգեր եւ փողային հրետանի։ 2023-ին պաշտոնական Փարիզը հայտարարեց, որ պատրաստվում են Սյունիքում հյուպատոսություն բացել։
Ֆրանսիական Ֆիգարոն էլ պարզաբանել էր, թե Փարիզը ցանկանում է կանխել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի հարավի վրա։ Սրան զուգահեռ Սյունիքում մասնավորապես Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին արդեն 2 տարի է խոսում է Ռուսաստանը։ Սակայն Մոսկվայի այդ ցանկությունն այդպես էլ իրականություն չի դառնում։ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը Երևանում ասաց, որ հայկական կողմի հետ հարցը մանրամասն քննարկել են, նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այցից հետո արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հորդորեց Երևանին հարցնել, թե ինչու Կապանում Ռուսաստանի հյուպատոսություն մինչև հիմա չկա, թերևս ակնարկելով, որ հարցը Երևանի քաղաքական որոշման տիրույթում է։ Այդ հարցը մանրամասն քննարկվել է բանակցությունների ընթացքում։ Մեզ պետք չէ համոզել այդ կառույցի գործունեության անհրաժեշտությունը։ Առայժմ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը բացակայում է, թե ինչու պետք է ճշտել հայկական կողմից։ Հայկական կողմը ժամկետների մասին ոչինչ չի ասում, միայն դիվանագիտական զուսպ խոսք աշխատանքները շարունակվում են։ Բարդ բան է երկուստեք ցանկության դեպքում հյուպատոսություն բացելը։ Դիվանագետն ասում է, հենց երկկողմանի համաձայնություն է անհրաժեշտ եւ վերջ հավելում, թեև գլխավոր հյուպատոսի գրասենյակն ու հյուպատոսությունը դիվանագիտական տարբեր աստիճանի ներկայացուցչություններ են, այնուամենայնիվ թե մեկը թե մյուսը բացելը քաղաքական որոշում է, քաղաքական դիրքավորման արդյունք։ Միանշանակ ձգձգում է եւ գալիս է դա իրենց կողմից որդեգրված դեպի արևմուտք շրջադարձի Ռուսաստանի ազդեցությունը, քաղաքական ազդեցությունը, ռազմական ազդեցությունը Հայաստանի նվազեցնելու եւ ի վերջո չեզոքացնելու կամ քչացնելու իրենց քաղաքականությունից իրենք ձգձգում են պաշտոնական թույլտվությունների եւ մնացած գործընթացների իրականացումը։ Ում ներկայությունն է առավել անհրաժեշտ ադրբեջանական ախորժակը գրգռող Սյունիքում այստեղ կարծիքներ հակասական են։ Միջազգայնագետը կարծում է պաշտոնական Երևանը հաշվարկում է անվտանգային շահերը։ Դիվանագիտական հարաբերությունների մեջ կա գրված օրենք արդեն Վիեննայի 1061 թվականի կոնվենցիայի հիման վրա։ Եթե մենք չենք պատասխանում, մենք ձգձգում ենք եւ մյուս կողմը զգում է մեր այդ ցկցկումը, դա մենք իրենց հասկացնել ենք տալիս, որ մեծ ձեռնտու չէ։ Իրենք պետք է մյուս կողմը հասկանա։ Չի խանգարի հակառակը կօգնի բարեկամ երկրների դիվանագիտական հաստատությունների ներկայությունը, այս դեպքում Ռուսաստանի հյուպատոսությունը կարող է լրացուցիչ խթան լինել հարաբերությունների զարգացման առումով, իսկ ռուսական ներկայությունը կսանձի արդյոք Բաքվին։ Հյուպատոսության ներկայությունը չի կարող սանձել, բայց որտեղ եթե իրենք ուզենան ռազմական գործողություններ սկսեն, հյուպատոսությունը ոչ մի բանով չի կարող կանխել, բայց որպես քաղաքական գործոն, այսինքն ուժեղացած ռուսական ներկայությունը, դա կարող է որոշակի զսպիչ դեր կատարել։ Սյունիք հասնելը բարդ քաղաքական ճանապարհ է Մոսկվայի համար, թե տեխնիկական հարցեր են միայն։ Այստեղ մասնագետները համակարծիք են, Երևանը ռուսական ներկայության Կապանում չի ձգտում։ ԱԱԾ-ն հայտնել է, որ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի անհայտ կորածների հարցերի զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման առնչվող հումանիտար հարցերի։ Հանդիպման շրջանակում դիտարկվել են տեղեկության փոխանակման, ինչպես նաեւ որոնողական աշխատանքների կազմակերպման եւ համակարգման հնարավորությունները։ Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարեւորությունը։ Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Իսմայել Բաղային հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունի որևէ փաստաթուղթ, որը պարունակում է ծայրահեղ կամ միակողմանի պահանջներ եւ անտեսում է իր ժողովրդի օրինական իրավունքները։ Նա ընդգծել է, որ Իրանի համար կարևոր է Ամերիկայի գործնական վարքագիծը, այլ ոչ միայն հայտարարությունները։ Բաղային նշել է, որ Իրանը չի վստահում պատժամիջոցների հնարավոր վերացման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններին, քանի դեռ չկա պաշտոնական եւ գործնական երաշխիք։ Պատժամիջոցների վերացումն ըստ նրա ցանկացած հնարավոր համաձայնագրի առանցքային պլանն է։ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլն անցել է կառուցողական մթնոլորտում։ Նրա տեղեկացման պատվիրակությունները համաձայնության են եկել շարունակել հանդիպման նախապատրաստական աշխատանքներն առաջնորդների մակարդակով։ Տեխնիկական մակարդակով աշխատանքները կսկսվեն առաջիկա օրերին։ Ավելի քան 20 մարդ է զոհվել իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի հարավում մարդասիրական օգնության բաշխման կենտրոնի գնդակոծման հետևանքով։ Ըստ հաղորդման իսրայելցի զինվորականները կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա, ովքեր փորձում էին հասնել Ռաֆահում հումանիտար օգնության բաշխման կենտրոն, որը գտնվում է պաղեստինյան անկլավի հարավում Եգիպտոսի հետ սահմանի մոտ։ Հարձակման հետևանքով զոհվել է 23, վիրավորվել ավելի քան 200 մարդ։
Ռուսական զորքերը ԱԹՍ-ներով հարվածել են Ուկրաինային Օդեսայում եւ Չեռնիգովում հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր կան վիրավորներ, հայտնում են տեղական իշխանությունները։ Բալակլեայում զոհվել է 1 մարդ, Ուկրաինայի հարվածի հետևանքով Զապորոժիայի մարզում 600,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադառնալով ռուսական կողմից առաջարկվող հուշագրին հայտարարել է. «Ես չեմ տեսել ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ ռուսական հուշագիրը, բայց հետախուզական աղբյուրներից ստացած տվյալների համաձայն այն ավելի շատ հիշեցնում է վերջնագիր, ոչ թե իրական խաղաղության առաջարկ։ Եթե այդ փաստաթուղթը ներառում է Ղրիմի, Դոնբասի, Զապորոժիայի եւ Խերսոնի միջազգային ճանաչում որպես Ռուսաստանի մաս, Ուկրաինայի զինուժի դուրսբերում այդ տարածքներից մեր չեզոքությունը, պատժամիջոցների չեղարկումն ու հրաժարումը նորերից, ապա դա խաղաղության մասին չէ, դա հանձնում է»։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Չինաստանի նախագահ Սի Ցինպինը հանդիպել են Պեկինում։ Երկրների առաջնորդները սկզբում նախատեսում են աշխատանքային հանդիպում թեյախմության ձևաչափով, որից հետո ղեկավարները կզրուցեն դեմ առ դեմ, այնուհետև կկայանա բարեկամական ճաշ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, որ 10 օր է ինչ Գոգավանի անցակետից թույլ չեն տալիս Ռուսաստանից ներկրվող ցլիկներով բեռնված բեռնատարների մուտքը Հայաստան։ ՍԱՏՄ-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը նշել է, որ 190 ցլիկներից բաղկացած խմբականակը ներկրվել է կեղծ փաստաթղթերով։ Հարևան երկրներում կան դաբաղի բռնկումներ եւ ՍԱՏՄ-ն պարտավոր է ստուգել բոլոր կենդանիների ուղեկցող փաստաթղթերը, որպեսզի հասկանա, թե այդ կենդանիները որտեղից են բերվում։ Խմբականակը բերվել է Ռուսաստանից եւ մենք արդեն այնտեղի համապատասխան կառույցից ճշտել ենք, որ կենդանիներին ուղեկցող փաստաթղթերը իրենց կողմից տրված չեն եւ կեղծված են, եւ սա նշանակում է, որ խմբականակը անհայտ ծագման է, իսկ անհայտ ծագման կենդանիները ենթակա են կամ վերադարձի կամ ոչնչացման, նշել է Հարությունյանը։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ բաց բաժնետիրական մի ընկերություն Մուսայելյան Հարթաշեն ճանապարհի մոտ իրականացնում են դերքի ապօրինի արդյունահանում։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ ընկերությունը չունենալով թույլտվություն արդյունահանել է խճաքարային եւ հողային զանգվածներ, պետությանը պատճառելով 5.500.000 դրամի վնաս։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքաննությամբ պարզվում են։ Մոսկվայում առևանգված գործարար Արեգ Շեպիխինը հայտնել է, որ իրեն առևանգել են չեչենները, տարել քաղաքից դուրս, ենթարկել կտանքների ու հարցաքննության։ Չեխիայի իշխանությունները հայտարարել են, որ Շեպիխինը չի առևանգվել, այլ բերման է ենթարկվել մուսուլմաններին եւ նրանց կրոնին վիրավորելու, ծայրահեղական կոչեր անելու եւ էթնիկ զտումների քարոզի մեղադրանքով։ Քաղաքապետարանն այս գլխից է զգուշացնում եւ հիշեցնում. նախատեսել էին 45 տրոլեյբուս գնել, բայց հիմա արդեն ընդամենը 15 են ձեռք բերել։ Գումար չկա, թերհավաքագրումներ են եղել։ Դրանց պատճառն ըստ քաղաքապետի մամուլի խոսնակի Երևանում տրանսպորտի ուղևարցի դեմ ակցիաներն էին, բոյկոտը չվճարել 150 դրամ։ Վերջին 1 տարում քաղաքապետարանում կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով աշխատակիցներ են ձերբակալվել։ Քաղաքապետարանը թեև դատապարտում է ցանկացած կոռուպցիոն դրսևորում, համարում, որ յուրաքանչյուրն իր արժանի պատասխանը պետք է ստանա, բայց եւ տարբեր ձերբակալությունների առնչությամբ քաղաքային իշխանությունում որոշ անհանգստություններ կան։ Այն ձերբակալությունները, որ տեղի ունեցան Երևանի քաղաքապետարանի, մասնավորապես հասարակական ծառայության, հասարակական կարգի ծառայության պետի, ինչպես նաև տեղյակ եք, որ ձերբակալվեց նաև կոմունալ տնտեսության վարչության պետը, երկուսն էլ կալանավորվեցին, բայց այդտեղ մի հետաքրքիր բան կա, էլի իրականում բոլորի անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, մի դեպքում մարդը կալանավորվում է ինչ որ մի միջնորդություն ենթադրյալ իրականացնելու համար, մյուս պաշտոնյան ձերբակալվում է նման միջնորդությունը մերժելու համար։ Քաղաքապետի խոսնակն անդրադարձավ նաև Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Ազատյանի կալանավորման փաստին։ Նա ըստ էության 1 տարի կալանավորված է։ Ազատյանի փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դեպքեր կան, որ մենք միանշանակ համակարծիք ենք, որպես այդպեսին տեղի ունեցողի հետ, բայց որոշ դեպքերում էլ, որոնք արդեն նշեցի, խնդրահարույց են մեզ համար։ Կոստանյանը տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցվող մանկապարտեզներից 3-ի առնչությամբ քրեական վարույթներ են հարուցվել։ 137, 147 եւ 109 մանկապարտեզներում շինարարական աշխատանքները դադարեցված են։ Մանկապարտեզներից մեկում էլ Երևանի քաղաքապետի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություններ է անցկացնում։
Ինչ է փոխվել մայրաքաղաքում կարմիր գծերի թանկացումից հետո, քաղաքը բեռնաթափվել է, Կոստանյանը դրական է պատասխանում։ Այո, նաև այդ արժեքը շատ վարորդների ստիպել է, որպեսզի իրենք կենտրոնում հնարավորինս քիչ կայանում անեն եւ տարեկան փաթեթները ձեռք չբերեն, հաշվի առնելով նաև գինը։ Այդ տեսանկյունից, այո, ինչպես նշեցի, որոշակի տեսանկյունից բեռնաթափում կա, բայց այդ բեռնաթափումը, եթե մենք առաջին հայացքից նայում ենք երթևեկությանը, խցանումներին եւ հոսքին, մարդկանց մոտ կարող է տարակուսանք հաղորդի մեզ հայտարարություն։ Քաղաքապետի խոսնակը դժվարացավ թվեր ներկայացնել, իսկ վարչական դատարանը Վտանգավոր, կիսափլված ու քայքայված այս շենքը Նորագավիթ առաջին փողոցում է։ Քարերի կույտի վերածված 8-րդ տունը պատուհաս է դարձել ոչ միայն բնակիչների ու հետիոտների, այլ նաև վարորդների համար։ Մարդիկ ոնց անցնեն, որ էս ապահովելն անվտանգ անցնեն։ Պատնամբողջությամբ է փլուզվել, քարերն ու ավազն էլ թափվել են մայթի վրա։ Տեսախցիկի առաջ խոսել չցանկացող քաղաքացիները պատմել են, որ դեպքեր են եղել, երբ երեխաների անցնելու ժամանակ են փլուզումներ եղել, քարեր են թափվել։ Նախ հետիոտնի համար վայրը տեսնում եք, ամբողջությամբ փակված է, թափված է քարով, հողով ու բնակիչները նշում են, որ բազմաթիվ անգամ դիմել են պատկան մարմիններին, որպեսի հետևություններ անեն, գան եւ այս աղբը, շինարարական աղբը այլ համարը սա արդեն մաքրեն, ինչը նաեւ հնարավորություն գտա, որպեսի երեխաները անվտանգ գնան դասի։ Քաղաքացիներն ում ասես, որ չեն դիմել, բայց սեփականատիրոջը տարիներ շարունակ գտնել չեն կարողանում, չգիտեն նա Հայաստանում է, թե ոչ, բայց մի բան հաստատ գիտեն, պետք է տարբերակ գտնելու օր առաջ վտանգավոր շինությունն ապամոնտաժել։ Զովունի էլիտար թաղամասում կյանքի նոր սկիզբ էին խոստանում, բայց ամեն բան ավելի անսպասելի ընթացք ունեցավ։ Դժբախտ պատահարը կառուցվող շենքում գլխի վայր շրջեց պատմության ընթացքը։ Շինարարական աշխատանքներ կատարելիս 56-ամյա աշխատակիցը ընկել է նորակառույց շենքի 5-րդ հարկից։ Չնայած վիրավորին շտապ տեղափոխել են բժշկական կենտրոն, սակայն նա այդպես էլ գիտակցության չգալով մահացել է։ Սակայն ով էր իրական մեղավորը? Արդյոք պահպանվել են բոլոր աշխատանքային կանոնները եւ առհասարակ որտեղ է սկսվում եւ ավարտվում անվտանգությունը շինարարական գոտում։ Աշխատանքային օրենսդրությունը հստակ նշում է, որ գործատուն է պարտավոր ապահովել առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ եւ միջավայր, սակայն տարեց տարի մենք ավելի շատ մահվան ելքով դժբախտ պատահարներ ենք ունենում շինարարության ոլորտում։ Ցանկացած դժբախտ պատահար շինհրապարակում մասնագետների պնդմամբ որոշակիորեն կապված է գործատուի մեղավորության հետ, քանի որ հենց իր վրա է դրված պարտավորությունը եւ ամենևին արդարացում չէ, երբ աշխատակիցը պարզապես չի պահպանել անվտանգության կանոնները։ Ըստ աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթների կազմակերպությունում աշխատողների առողջության պահպանման անվտանգության ապահովման պարտականությունը դա գործատուին է։ Մասնավորապես շինարարական հրապարակներում պետք է շինարարություն իրականացնող կազմակերպությունը։ Ուղղակի չի կարելի թողնել աշխատողին շինհրապարակ կամ չի կարելի թողնել, որ աշխատող անցնի իր աշխատանքային պարտականությունի կատարմանը, եթե ինքը չի համապատասխան իր համազգեստը այն աշխատանքին, որը ինքը պետք է անի, հատկապես այնպիսի վտանգավոր ոլորտում, ինչպիսին շինարարությունն է։ Տեսչական մարմնից տեղեկացնում են, որ միայն 2024-ին շինարարական հրապարակներում գրանցվել է 14 դժբախտ դեպք, իսկ 2025-ից մինչև այսօր մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 5-ի։ Տեսչական մարմինը ստուգումներ իրականացնում է պլանային ստուգումներ։ Պլանային ստուգումների ցանկը ըստ կառավարության որոշումով հաստատված մեթոդաբանության հաստատվում է յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 1-ը եւ հրապարակվում է։ Տեսչական մարմինը անակնկալ ստուգումներ իրականացնելու իրավասություն չունի, օրենքով նախատեսված չէ։ Պետական ստուգումների դեպքում փորձագետի պնդմամբ շինհրապարակում նախապես իմանում են սպասվող ստուգումների մասին, իսկ հասարակական վերահսկողությանն անդրադառնալով մասնագետները փաստում են, որ շինկազմակերպությունների աշխատակիցները հաճախ գրանցված չեն լինում արհմիությունում եւ համապատասխան մասնագետները չեն կարողանում մուտք գործել շինհրապարակ ու իրականացնել վերահսկողություն։
Այսինքն այդ տարբեր բաղադրիչներ են, որոնք ամեն մեկը իր տեղում պիտի ուղղվի, վերահսկվի, ճիշտ լիազորություններ տրվեն աշխատանքի տեսուչին, ճիշտ լիազորություն տրվի օրենքով, հնարավորություն տրվի նաև արհնության ներկայացուցչին, աշխատանքի մասնագետին, որպեսզի այդ ամբողջական լինի այդ վերահսկողությունը եւ հսկողություն սահմանվի, ոչ թե վերահսկողություն, դրանք տարբեր բաներ են։ Շինարարության ոլորտում անվտանգությունն այսօր լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Շատ ընկերություններ խախտում են աշխատողների անվտանգության պահանջները առանց պատշաճ ուսուցման եւ ապահովման։ Զովունիում տեղի ունեցած ողբերգությունը կրկին հուշում է. շինհրապարակը կարող է մահվան տարածք դառնալ, եթե անվտանգության կանոնները դիտվում են որպես ձևականություն։